Բարև հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ։ Այսօրվա քննարկման օրակարգը իհարկե 2024 թվականի բյուջետային հաշվետվությունն է, ուստի նախ կանդրադառնամ ֆինանսական հարցերին։ 2024 թվականի ընթացքում, ինչպես նշեց ֆինանսների նախարարը, արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է բյուջեի 5 հիմնական ծրագիր, որոնցով սկզբնապես հաստատված բյուջեն եղել է 17.1 միլիարդ դրամ, ճշտված բյուջեն 27.8, ծախսերը փաստացի կազմել են 27.4 միլիարդ դրամ, կրկին նշվեց, որ կատարողական 98.8% է, ըստ էության, ինչպես կարող եք գլխի ընկնել այս թվերի տարբերությունից, ճշտված բյուջեն ավելացել է 10.7 միլիարդ դրամով, այս տարբերությունը պայմանավորված է եղել հիմնականում մեկ գործոնով, Փարիզում դեսպանության նոր շենքի ձեռքբերումը 9.9 միլիարդ դրամ։ Բոլորը տեսել եք այդ շենքը, կարծում եմ, վարչապետի Ֆրանսիա այցի ժամանակ նաև առիթ եղավ վիդեո կադրեր հրապարակել, հանրայնացնել այնտեղից։ Ուզում եմ այս առիթը օգտագործել խոսել դեսպանությունների շենքերի մասին։ Կհիշեք, որ նախորդ տարի, այսինքն հաշվետու տարի 24-ի նախորդը 2023-ին մենք շենք ենք ձեռք բերել նաև Միացյալ Թագավորությունում, Լոնդոնում, եւ հիմա, եթե հիշում եք, թարմ են քննարկումները, մենք կառավարության որոշում ունենք ձեռք բերել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքը 4.3 միլիոն եվրոյի համարժեք դրամով, արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս շինությունը գտնվում է Բրյուսելի հեղինակավոր եվրոպական թաղամասում, անմիջական հարևանությամբ գտնվում են դեսպանություններ, ներկայացություններ, Եվրոպական միության կառույցներ, ֆունկցիոնալ եւ լոգիստիկ էական առավելություններից բացի շինության ձեռքբերումը կունենա նաեւ քաղաքական եւ խորհրդանշական բաղադրիչ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ փոխգործակցության ընդլայնումը եւ Բրյուսելում առավել տեսանելիություն եւ ներկանալություն ապահովելու կարեւորությունը։ Այն էապես գերազանցում է ներկայիս շենքը, շինությունը 1500 քառակուսի մետր է մոտավորապես, եւ իհարկե հաշվի առնելով անշարժ գույքի գների շարունակական աճը, այս ձեռքբերումը նաեւ կարող է հանդիսանալ բացի քաղաքական նշանակությունից եւ ներկանալուց, նաեւ որպես շահավետ երկարաժամկետ ներդրում։ Ընդհանուր առմամբ օտարերկրապետություններում թվով 64 դիվանագիտական ներկայացուցչություններից 20 ծառայողական շենքեր հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականություն, 6 շենքը նվիրաբերված են բարերարների կողմից, 2-ը փոխադարձության սկզբունքով, 1-ը դեսպանընկալ պետության կողմից է հատկացվել, 11 շենք ձեռք է բերված Հայաստանի պետական բյուջեից։ Բացի այդ, եւս 13 շենք տրված է անհատույց օգտագործման տարբեր կազմակերպությունների կողմից, մնացած 31-ը վարձակալվում են մեր կողմից։ Դեսպանությունների բացման առհասարակ անդրադառնամ, 2024 թվականին մենք դեսպանություն բացեցինք Ուրուգվայում, ինչպես նաև Սերբիայում եւ Լյուքսեմբուրգում դիվանագիտական գրասենյակներ ենք բացել, այս տարի արդեն քննարկում ունենք կառավարության որոշում բացել դեսպանություն Օմանի Սուլթանությունում, այդ հարցով մենք նաև կառավարությունից եւ ֆինանսների նախարարությունից հավելյալ միջոցներ ենք խնդրել, ըստ այդմ պահանջվող 82 միլիոն դրամը կօգտագործենք ԱԳՆ ներկայիս բյուջեից, իսկ 52 միլիոն դրամը պահուստային ֆոնդից կհատկացվի։ Սա մեր համար չափազանց կարևոր է, առհասարակ մենք թիրախավորում ենք ծոցի երկրների հետ մեր հարաբերությունների զարգացումը։ Նախորդիվ կայացած որոշումների արդյունքում այժմ այս պահին ընթացքի մեջ է Կիպրոսում դեսպանության բացումը, Կիպրոսում դեսպանը արդեն նշանակված է, գտնվում է Նիկոսիայում եւ հիմա լոգիստիկ հարցեր ենք լուծում, եւ նաեւ Հունգարիան, մինչեւ աշուն կարծում եմ, որ Բուդապեշտում եւս մեր դեսպանությունը կսկսի գործել։ Համենայն դեպս 10 օր առաջ իմ հունգարացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ երկուստեք վերահաստատել ենք, որ շուտապույտ եւ արագ քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի եւ Երևանում եւ Բուդապեշտում մեր դեսպանությունները գործեն։ Ընդհանուր առմամբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի 184 պետության հետ, վերջինը
ում հետ մենք հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ, իդեպ 25 թվականի այս տարվա մայիսի 14-ին, շուրջ 2 շաբաթ մի փոքր ավել առաջ, եւ այս պետություն Սողոմոնյան կղզիներն են։ Եվապայմանագրային դաշտը եւս ընդլայնվել է նախորդ տարվա ընթացքում, այս տարվա առաջի երասյակում կնքվել են ընդհանուր թվով 82 միջազգային պայմանագիր եւ 27 պայմանագիր ուժի մեջ է մտել։ Այս ողջ նկարագրածս եւ ձեռքբերումը եւ վարձակալությունը, վերանորոգումը, այս ամբողջը մենք իրականացնում ենք արտաքին գործերի նախարարության 1128 ծրագրի ներքո օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում։ Ուրեմն 24 թվականին այս ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 21 Ոստիվ վստահ չեմ որ ճիշտ է։ Ամեն դեպքում հանրային հրապարակային աթիվը։ Շարունակելով նախարարության կողմից իրականացված 5 հիմնական բյուջետային ծրագրերի նկարագրությունը անդրադառնամ մյուսներին, ուրեմն 1061 հաջորդ ծրագիրը եւ իհարկե կարող եմ ասել ամենակարևոր արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում շուրջ 3 միլիարդ դրամ 2.941, եթե ավելի հստակ թիվը հետաքրքիր, եւ այս ծրագրով տարբեր միջոցառումների անցկացման համար հատկացվել է 547 միլիոն դրամ, 2024 թվականին առաջին անգամ ունեցանք Երևանյան երկխոսություն համաժողովը, այդ տարի անցյալ տարի այս ծրագրի համար միջոցառման համար նախատեսված էր 447 միլիոն դրամ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ ակնհայտ է այս միջոցառման կարևորությունը եւ առաքելությունը։ Սա կոնկրետ մեր ջանքերի դրսևորումն է նաեւ այն ուղղությամբ, որ Հայաստանն իր տեղ ունենա դիվանագիտական եւ միջազգային հարաբերությունների համաշխարհային քարտեզում, այս տարի ունեցանք երկրորդ համաժողովը Երևանյան երկխոսության, այս անգամ մայիսին դա արեցինք, անցած տարի սեպտեմբերին էր, մայիսի 26-27 եւ այս երկրորդ համաժողովին մասնակցել են 45-ից ավել պետությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական, ակադեմիական շրջանակների, խորհրդարանականների, զանգվածային լրատվության միջոցների, տեխնոլոգիական ընկերությունների, բարձրաստիճան ներկայացուցիչներ, հանրաճանաչ անձինք ընդհանուր առմամբ միջոցառում ունեցել է շուրջ 600 մասնակից։ Բարձրաստիճան սեգմենտը ներառում էր 16 երկրի եւ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, որպես հիմնական հյուր մասնակցեց Սլովակիայի վարչապետը։ Տեղի ունեցան 27 պանելային քննարկում եւ 50-ից ավել երկկողմ հանդիպում։ Պանելային քննարկումներին մասնակցեցին Մոնտենեգրոյի փոխվարչապետը, Ֆրանսիայի եւ Հունգարիայի արտաքին գործերի նախարարները։ Այս միջոցառումը ունի նաև միջազգային գործընկերներ, ուզում եմ նշել, Հնդկաստանի դիտորդների հետազոտական հիմնադրամը, որը նաև նախորդ տարի էր գործընկեր, եւ այս տարի արդեն նաև Լեհաստանի Կազիմիրս Պուլասկի հիմնադրամի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության վերլուծության, կանխատեսման եւ ռազմավարության կենտրոններն էին այս տարի արդեն գործընկերները, մենք հույս ունենք, որ հաջորդ տարի իրականացնելիս նաև այլ գործընկերներ կունենանք։ Միջոցառումների թեման շարունակելով 88 միլիոն դրամ շուրջ, ուրեմն հատկացվել է երկու կարևոր միջոցառումների համար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 70-րդ տարեդարձին նվիրված միջազգային հանդիպում եւ հնագույն քաղաքակրթությունների 8-րդ նախարարական հանդիպում։ Այս նույն ծրագրի ներքո իրականացվել է նաև ընդդեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ միջոցառումը, Global Forum միջոցառումը։ Նախորդ տարվա նոյեմբերին շատ նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ, հարգելի գործընկերներ, Հայաստանը հաջողությամբ ստացավ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը COP17-ը Երևանում անցկացնելու իրավունքը։ Ես կարող եմ անդրադառնալ նաև այժմ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին, այստեղ հասկանալիորեն Պարոն Թորոսյան եւ պարոն Հովհաննիսյան, պարոն շնորհակալություն։
Հասկանալիորեն այստեղ անելիք շատ կա, շատ մեծ ծավալի միջոցառում է, մեծ թվով հյուրեր ընդունող եւ մենք արդեն ակտիվորեն ներգրաված ենք միջազգային գործընկերների հետ աշխատանքներում, թե բովանդակային, թե կազմակերպչական առումով անհրաժեշտ փորձի փոխանակման, միջոցառման լավագույնս նախապատրաստման եւ անցկացման նպատակով այս նպատակով արտաքին գործերի նախարարության գուցե հետաքրքիր կազմում առանձնացվել է հատուկ բանակցային թիմ 25 դիվանագետներից բաղկացած եւ ամենօրյա իրենց աշխատանքում զբաղվում են սրանով մյուս տարվա միջոցառումներից խոսելով պետք է նկատել, որ տարին բավական հագեցած է լինելու, արդեն հայտնի է, որ Հայաստանում հաջորդ գարնանը անցկացվելու է նաև եվրոպական քաղաքական համայնք ֆորմատի գագաթնաժողովը հերթական, մյուս ծրագիրը ԱԳՆ 11-18 համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ 1.6 Ինչ-որ մի բան սխալ է գրած 1 միլիարդ 613 գնաց ֆինանսների նախարար ճշտեմ 1 միլիարդ 613 միլիոն դրամ ուրեմն Հայաստանը անդամակցում է 110 միջազգային կազմակերպությունների եւ ծրագրերի կոնվենցիաների 2024 թվականին մենք ըստ էության փոխանցում ենք կատարել 101-ին եւ փոխանցումներ կատարում են հաստատված ժամանակացույցով ենթադրելով գուցե հարցը նշեմ որ հապկում մեր մասնակցության սառեցման պայմանավորված 2024 թվականին Հայաստանը չի վճարել այս կազմակերպությունում անդամավճարը 10-50 ծրագիրը միջազգային հարաբերություն եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում 274 միլիոն դրամ 2024 թվականին լրացավ ուրեմն նշեցինք դիվանագիտական դպրոցի հիմնադրման 15-ամյակը սա մի հաստատություն է որտեղ բարբերաբար կազմակերպվում են բացի հիմնական գործառույթից հա ուրեմն երիտասարդ դիվանագետների պատրաստումից կազմակերպվում են նաև դասընթացներ թե օտարերկրյա դիվանագետների համար թե մեր կառավարման համակարգի տարբեր օղակների ուրեմն մասնագետների համար ճանաչողական դասընթացներ են կազմակերպվել արտերկրի ուրեմն երիտասարդ դիվանագետների համար մասնակցել են այս ծրագրին դիվանագետներ բավական լայն աշխարհագրությամբ հեռավոր արևելքի, մերձավոր արևելքի, հարավային Ամերիկայի, Աֆրիկայի մոտ 15 երկրներից էլի առաջ անցնելով ասեմ, որ մենք ծրագրում ենք առանձին ծրագիր անել հատկապես Աֆրիկայի երիտասարդ դիվանագետների համար, շարունակելով գործողները իհարկե կարող եմ նշել տարբեր դասընթացներ, որոնք իհարկե կարևոր են բայց չգիտեմ որքան ձեզ կհետաքրի 1178 ծրագիրը Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումներ իրականացում 672 միլիոն դրամ Իմաստունի հակիրճ անդրադառնալ հյուպատոսական ծառայություններին Ահա ուրեմն օտարերկրյա պետություններում գործող մեր դեսպանությունների եւ հյուպատոսական հիմնարկների ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարության կողմից մատուցված ծառայությունների եւ կատարված գործողությունների դիմաց 2024 թվականի ընթացքում փաստացի գանձված պետական տուրքը կազմել է 2 միլիարդ 927 միլիոն դրամ Ես ներկայացրեցի արգելի գործընկերներ բյուջետային ըստեյության հաշվետվություն, բայց իհարկե բյուջեի կատարումը, կազմումը նախ եւ հետո կատարումը եւ դրա մասին հաշվետվությունը բխում է ուրեմն քաղաքականությունից, քաղաքական առաջնահերթություններից, որոնք կառավարությունը որդեգրել է եւ կյանքի է կոչում բուն արտաքին քաղաքական բովանդակային առումով բովանդակությանը անդրադառնալ ուրեմն տարբեր հնարավորություններ ենք ունեցել ինքս այս տարվա ամենասկզբում առաջին աշխատանքային օրին հանդես եմ եկել ասուլիսով պատասխանել եմ լրագրողների հարցերին ապա նաև ազգային ժողովում վերջերս ուրեմն մարտի 14-ին հանդիպել եւ տևական քննարկում ենք ունեցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ես չգիտեմ ինչքանով նպատակարար մանրամասն ներկայացնել 2024 թվականին տեղի ունեցած արտաքին քաղաքական իրադարձությունները արդեն ասացի շատ հանգամանալից քննարկել ենք բայց նաեւ իմ պարտքն կարող եմ ուղղակի թվարկել այս պահին Եվ խաղաղության գործընթացը Ադրբեջանի հետ սահմանազատում, տարածաշրջանային կապուղիների շուրջ քննարկումներ, խաղաղության խաչմերուկ նախագծի ներկայացում,
եւ առաջ մղում Թուրքիայի հետ երկխոսություն, 3 գումարած 3 ֆորմատի հանդիպում, Իրանի Վրաստանի հետ համագործակցության խորացում, այս վերջին երկուսից մեկի հետ նույնիսկ հարաբերությունների ֆորմալ առումով նույն նոր մակարդակի ուրեմն ամրագրում Վրաստանի հետ գիշեր ռազմավարական համագործակցություն հաստատեցինք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության հետ համապատասխան դինամիկայով գործընկերություն Եվրոպական միության հետ կարևոր որոշումներ սկսած վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկից, դիմականություն եւ աճ ծրագրի մեկնարկից, վերջացրած օրինակ եվրոպական խաղաղության գործիք մեխանիզմի ներքո Հայաստանին հատկացված աջակցությամբ Եվ Հայաստան Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցություններ։ Ես կարող եմ շարունակել Մերձավոր Արևելք, Ասիա, Լատինական Ամերիկա, Աֆրիկայի երկրներ, չգիտեմ, հիշում եք անցած տարի առաջին անգամ տեղ ունեցավ այդ Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ նկատի ունեմ Եվ հիմա արդեն 2025 թվականի 6-րդ ամիսն ենք սկսել եւ պարզա որ այս 6 ամսվա ընթացքում, կես տարվա ընթացքում արդեն բոլոր ուղղություններով իրադարձությունները այնպես են առաջանցել, որ գուցե ավելի նպատակարարմանա 25 թվականի առաջին կիսամյակի քաղաքական հաշվետվությամբ հանդես գալ։ Այստեղ էլ նորություններ ունենք, կուզեի շատ համառոտ ամփոփել։ Տարին սկսվեց Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության ուրեմն հաստատմամբ Հիշում եք այս ռազմական երկխոսությունը նոր մակարդակի բարձրացնելու ռազմական գործընկերություն դարձնելու ուրեմն փաստով բազմաթիվ շարժումներ եղան այն մասին թե որքանով է Միացյալ Նահանգների նոր վարչակազմը հավատարիմ այս սկզբունքներին եւ այս ձևաչափին կարծում եմ հիմա արդեն կարող ենք Փաստել, որ նույն Միացյալ Նահանգների կողմից մի քանի հավաստիացում եղավ այն մասին, որ այս առումով ոչինչ չի փոխվում եւ մենք ռազմավարական գործընկերներ ենք։ Իհարկե մենք այն ժամանակ էլ ունեինք այս հավաստիացումները եւ վստահությունը, բայց մամուլում եւ հանրության մեջ որոշակի ուրեմն հարցադրումներ եղան։ Այնուհետեւ նաեւ պետք է ասեմ, որ բացի երկկողմորակարգից, օրինակ Միացյալ Նահանգների հետ մենք Տեսնում ենք նաև նոր վարչակազմի ընդգծված հետաքրքրությունը ուրեմն խաղաղության օրակարգի լայն աշխարհում եւ մասնավորապես հարավային Կովկասում խաղաղության ուրեմն օրակարգի առաջ մղման, երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ եւ մենք եւ Միացյալ Նահանգների վարչակազմը եւ ինչպես նաեւ շատ այլ գործընկերներ աշխարհում համարում ենք, որ իրականում պատմական հնարավորություն կա հարավային Կովկասում ունենալ այդ խաղաղությունը կա հնարավորություններ իր բավականին լայն պատուհան, եթե այսպես կարող ենք ձևակերպել։ Իհարկե առանցքայինը մեր կարգավորման գործընթացն է Ադրբեջանի հետ եւ այս առումով եւս այս տարվա առաջին կիսամյակում ուրեմն առիթներ եղել են, քննարկումներ ունեցել ենք։ Ես օրինակ հանդիպում եմ ունեցել Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախարար Բայրամովին, վերջերս Տիրանայում Ալբանիայի մայրաքաղաքում վարչապետ Փաշինյանը զրույց ունեցավ նախագահ Ալիևի հետ եւ մենք Հույս ունենք, որ առաջիկայում այս խոսակցությունը ավելի գործնական եւ հանգամանալից կերպով հնարավոր կլինի շարունակել եւ իհարկե եւ խոսում ենք այս տարվա առաջին կիսամյակի մասին այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան կարգավորում ունենք շատ նշանակալի եւ իսկապես մի աննախադեպ ձեռքբերում ունենք փաստաթուղթ, որի տեքստը համաձայնեցված է եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի, սա պայմանական անունն է, հիշում եք իրականում անվանումը փաստաթղթի մի քիչ երկար է։ Ուրեմն տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ կա երկու կողմի համար ընդունելի համաձայնեցված տեքստ։ Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդացություններ որոշելու ստորագրման օրը, տեղը Ադրբեջանը իր դիրքորոշումն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ, այդ մասին բազմիցս խոսվել է։ Առաջ քաշվող թեմաներից մեկը որպես օրակարգ Մինսկի խումբը եւ դրան վերաբերող ուրեմն կառույցների լուծարման գործընթացը, որ ընդհանրապես որպես օրակարգ մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, իսկապես երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ ստորագրված, փաստաթուղթ խաղաղության հաստատման եւ ըստ էության
թղթի վրա նաև կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում։ Այնուամենայնիվ տեխնիկական նյուանսներ կան։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացը Մինսկի խմբի եւ կառույցների լուծարման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման, հետագայում վավերացման, ուրեմն գործընթացը առնվազն պետք է զուգահեռվեն եւ մենք միաժամանակ կարող ենք օրինակ երկու թղթի շուրջ հանդիպում ունենալ, ստորագրություն ունենալ։ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը ես կարող եմ անկեղծ ասել, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ եւ գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, անշուշտ իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետքա ժամանակն ավաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունքներ ունենա գետնի վրա, ես եթե որևէ մեկ այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնվեմ, իհարկե այդ երկխոսությունը շատ տևական ժամանակ եւ շատ դրական հունով զարգացել է, բայց նաև վերջնարդյունքներ, իհարկե կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է, սա է մեր համոզմունքը, խոսելով միջանկյալ արդյունքներից, ուրեմն նախ համատեղ մի քանի բան է արվել, խոսակցություն, երկխոսությունը կա շարունակվում է, բայց նաև գետնի վրա տեղի ունեցած որոշ բաներ, օրինակ փետրվարից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ուրեմն մարգարե անցակետը հիմնավորվել է, պատրաստ է ուրեմն գործելուն եւ այս անցակետը ամբողջությամբ ուրեմն վերահսկվում է Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերի կողմից։ Խոսեցինք ռազմավարական երկխոսությունից, այս տարվա առաջին կեսին արդեն մենք հնարավորություն ենք ունեցել նոր երկգործընկերների հետ հավաստել կամ ստեղծել այսպիսի ձևաչափ Նիդերլանդների հետ մենք արդեն ռազմավարական գործընկերներ ենք առաջ անցնելով նշեմ, որ կան մի շարք այլ երկրներ, ում հետ նույն բանակցություններ ունենք, վարում ենք, հարկ եմ համարում հիշեցնել նաև նախորդ թիվ մենք ռազմավարական երկխոսություն ենք հաստատել Մեծ Բրիտանիայի հետ, Միացյալ Թագավորության հետ։ Իհարկե ակնհայտորեն շատ բովանդակալից մեծ եւ հարուստ օրակարգ ունենք Ֆրանսիայի հետ եւ հարկ է նկատել, որ սա բացի բավական լուրջ ուրեմն նախադրյալներից, պատմական նախադրյալներից նաեւ եթե կուզեք, բայց նաեւ բավականին զգալի չափով պայմանավորված է օրինակ անձամբ նախագահ Մակրոնի եւ վարչապետ Փաշինյանի ջանքերով եւ ոչ միայն իհարկե մյուս գործընկերներ, չեմ կարող չանդրադառնալ Իրանի հետ մեր հարաբերությունների երկխոսությանը, լինի դա թե երկկողմ ուրեմն ձևաչափով կամ համատեքստում, թե տարածաշրջանային առումով։ Մարտին տեղի ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Երևան, մեր երկու երկրների միջև բարձրաստիճան փոխացելությունները անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ, մենք սպասում ենք նախագահ Փեզեշքյանին Երևանում։ Եվրոպական միության այդ գործընկերության խորացումը ուրեմն սա իհարկե մեր առավել ակտիվ ուղղություններից է եւ կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր քաղաքացիների նախընտրություններին, առաջնահերթություններին համահունչ է ուրեմն զարգանում։ Տեղյակ եք, որ նշեցի քիչ առաջ եվրոպական ուրեմն խաղաղության գործիքը կամ EPF-ը, եթե հապաղումներով, որով մենք աջակցություն ստացանք 24 թվականին, այս տարի եւս Հայաստանը հայտ է ներկայացրել։ Ընդհանուր առմամբ կա դրական ուրեմն ընկալում Եվրոպական միության ներսում այս մասին, սրա վերաբերյալ, իհարկե կան 1-2 նաև անդամ երկրներ, որոնք կապում են այս գործիքը, սա էլ գաղտնիք չի վաղուց, նաև Ադրբեջանին ցուցաբերվող նույն աջակցության հետ, մենք կարծում ենք, որ կապելու անհրաժեշտություն չկա։
Մի խոսքով կա դրական ընկալում, բայց այս կոնկրետ հարցով ֆորմալ որոշումը դեռևս ընդունված չէ։ Վերջնականացնում ենք Հայաստան-Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող փաստաթուղթը եւ ակնկալում ենք, որ առաջիկա 1, 2, 3 ամիսների ընթացքում կարող ենք նաեւ արդեն ազդարել, որ ամբողջությամբ համաձայնեցված է այս փաստաթուղթը եւս։ Ես խոսեցի Ֆրանսիայի մասին, խոսեցի Նիդերլանդների հետ ռազմավարական գործընկերությանը, սա անշուշտ չի նշանակում, որ մյուս Եվրոպական միության անդամ երկրների հետ նույն ակտիվությամբ չենք զարգացնում հարաբերությունները։ Կուզենայի ինքս առանձնացնել մի խումբ երկրների, որոնց մի մասը, մեծ մասը Եվրոպական միության անդամ են, բայց ոչ բոլորը։ Խոսքս Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան ուրեմն երկրների մասին է, տեղյակ եք երևի լսել եք այդ ֆորմատի մասին, Նորդիկ, Բալթիկ 8 երկրները։ Մենք շատ մեծ կարևորություն ենք հաղորդում այս ֆորմատին կամ այս խումբ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, կարծում ենք, որ եւ սովորելու բան ունենք, եւ փորձառություն կա այնտեղ, որոնք մեզ հետաքրքիր է, եւ իհարկե մենք մեր կողմից նաեւ մեր ներդրումը կարող ենք ունենալ իրենց պատկերացումներում։ Շատ ակտիվ է եղել հենց տարվա սկզբից մեր երկխոսությունը Ռուսաստանի Դաշնության հետ, կհիշեք հունվարին տեղի ունեցավ իմ այցը Մոսկվա, վերջերս Երևան այցելեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը։ Անշուշտ սա ես չեմ ուզում աշխարհագրությունը սահմանափակել միայն նշածս երկրներով կամ ուղղություններով, մենք եւ սա հանրայնորեն լավ ակտիվ բավականին քննարկվում է, բավականին աշխույժ եւ պտղաբեր գործընկերություն ունենք Հնդկաստանի հետ, Ղազախստանի հետ, այսինքն մեր գործընկերության աշխարհագրությունը չի սահմանափակվում ոչ արևելքով, ոչ արևմուտքով, նույնիսկ ասինքն լատինական կամ հարավային Ամերիկա միջև կարող ենք նշել եւ նաեւ վերջին բանը, որ ուզում եմ ասել, քաղաքական խորհրդակցություններ Չինաստանի հետ եւ այս ուղղությամբ էլ բավական հետաքրքիր հնարավորություններ են նշмарվում, բայց չի շտապի շատ կոնկրետ ասել, հա Վրաստանի հետ ասեցի, Վրաստան ռազմավարական գործընկերներ ենք դարձել եւ 2-3 օրից ըստ էության սպասում ենք նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարին, որը Հայաստանում կլինի, Հայաստանում Վրաստանի ուրեմն մշակութային օրերի շրջանակներում եւ կհանդիպենք, կարծում եմ, որ միասին նաեւ հնարավորություն կունենանք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպել։ Հուսամ չձանձրացրեցի։ Շնորհակալություն։